Մեր օրերում, երբ սոցիալական մեդիայում կարելի է անդադար հանդիպել կատարյալ ծնողների, ովքեր ամեն ինչ անում են հստակ, հասկանալի, որոնց երեխաները երբեք չարություն չեն անում կամ չարության դեպքում ծնողները երբեք չեն կորցնում իրենց ինքնատիրապետումը, շատ դժվար է ծնող լինել իրականում։ Դժվար է, քանի որ ամեն քայլափոխին մենք մտածում ենք, արդյոք ճիշտ խոսքը ասեցի, արդյոք ճիշտ վերաբերվեցի, արդյոք չափը չանցա, արդյոք բավարար ձևով բացատրեցի երեխային, ինչ որ կարիքը ուներ բացատրելու։ Այս իրավիճակում հաճախ ծնողները կորցնում են իրենց կարողությունը, կարելի ասել, հասկանալու եւ իրավիճակը օբյեկտիվորեն ըմբռնելու։ Եվ սկսում են ինչ-որ մրցավազքի մեջ մտնել, որտեղ անդադար իրենց սկսում են կասկածել, արդյոք ճիշտ եմ խոսում, սխալ եմ խոսում, ուրեմն գնում ինչ եմ անում։ Այսպես իրավիճակում անչափ կարևոր է դադար առնելը եւ ավելի քիչ անելը։ Այն ինչ որ անում եք, դադարեք անել։ Քչացրեք դրանք։ Ոչ թե քչացրեք ձեր ժամանակը երեխայի հետ, ձեր սերը երեխայի հանդեպ, այլ քչացրեք ձեր ամեն ինչ կառավարելու ձգտումն ու ցանկությունը։ Քչացրեք միշտ անսխալ լինելու ձգտումը, միշտ անսխալ լինելու պատրանքը եւ ավելացրեք դրա փոխարեն երեխայի հետ ժամանակը։ Ավելացրեք նրա հետ կապը, ավելացրեք նրա հետ զրույցները։ Մի կենտրոնացրեք ամեն ինչ ճիշտ եւ ուղիղ անելու վրա, այլ կենտրոնացեք նրա հետ անկեղծորեն ժամանակ անցկացնելու եւ անկեղծորեն ինչ որ իրավիճակում հաճույք ստանալու վրա։ Մի կենտրոնացեք անդադար նրա ուղղելու վրա, կենտրոնացեք թե ինչ եք դուք անում հաճախ, ինչ է հաճախ տեղի ունենում ձեր շրջապատում։ Այսպիսով երեխան կսովորի դիմագրավել դժվարություններին։ Երեխաները կարիք չունեն ամեն վայրկյան իրենց հետևից պտտվող ծնողների, ովքեր ամեն քայլափոխի նրանց կուղեն, կփորձեն նրանց ճիշտ ուղու վրա դնել, ուղղել նրանց սխալները կամ թույլ չտալ, որ որևէ սխալ գործեն։ Իրականում այդ սխալները անչափ կարևոր են եւ անչափ կարևոր է, որ երեխան ինքնուրույն որոշումներ կայացնել սովորի։ Կարևոր է նաեւ, որ ծնողը կարողանա ճիշտ պահին ետ քայլ անել, դադար առնել եւ թույլ տալ երեխային փորձել այն, ինչը դուք գուցե թույլ չտայիք, գուցե համարում եք անպետք, անօգուտ, սակայն երեխայի գիտակցականի, նրա զարգացման, նրա աշխարհընկալման համար անչափ կարևոր են դրանք։ Ուրեմն սիրելի ծնողներ, եկեք փորձենք ավելի քիչ երեխային բացատրել եւ ավելի շատ նրան հստակություն տալ կյանքում, ավելի քիչ նրան ուղղորդել, այլ նրան թույլ տալ, որպեսզի նա ընտրի իր ճանապարհը, ավելի քիչ նրան ուղղենք եւ փոխարենը նրան թույլ տանք ավելի շատ վստահություն ձեռք բերել իրենց հանդեպ, ավելի քիչ նրանց ուղղել նրանց սխալները կամ խոսել նրանց վրա եւ թույլ տալ նրանց ձեռք բերել դիմացկունություն, ավելի քիչ պատժենք եւ փորձենք ավելի շատ նրանց հետ համագործակցել։ Ոչ թե պատժենք նրանց, այլ թույլ տանք իրենց արարքների հետևանքները զգալ, հասկանալ եւ հետևանքները լուծել։ Ավելի քիչ պարգևատրենք նրանց եւ թույլ տանք, որպեսզի նրանք իրենց ներքին մոտիվացիայով կատարեն այն ամենը, ինչ իրենք ուզում են։ Հուսամ սա օգտակար կլինի։ Շնորհակալություն։